Այնուհետև Հիսուս և իր աշակերտները Հրեաստանի երկիրը եկան, և նա այնտեղ շրջում էր նրանց հետ ու մկրտում։ Հովհաննեսն էլ մկրտում էր Այենոնում, Երուսաղեմի մոտ, որովհետև այնտեղ շատ ջրեր կային, և մարդիկ գալիս ու մկրտվում էին, քանի դեռ Հովհաննեսին չէին բանտարկել։ Եվ Հովհաննեսի աշակերտների ու մի հրեայի միջև մաքրության մասին մի հարց ծագեց։ Նրանք եկան Հովհաննեսի մոտ և նրան ասացին. «Ռաբբի, նա, որ Հորդանանի մյուս կողմում քեզ հետ էր, և որի մասին դու վկայեցիր, ահավասիկ նա մկրտում է, և ամենքը գալիս են նրա մոտ»։ Հովհաննեսը պատասխանեց և ասաց. «Մարդն իրենից որևէ բան անել չի կարող, եթե նրան ի վերուստ երկնքից այդ տրված չէ։ Դուք ինքներդ եք վկայում ինձ, որ ձեզ ասացի. ես Քրիստոսը չեմ, այլ ուղարկված եմ նրա առաջից։ Ով հարց ունի, նա է Փեսան, իսկ Փեսայի բարեկամը, որ կանգնած լսում է նրան, մեծապես ուրախանում է Փեսայի ձայնի համար։ Արդ, այս ուրախությունը, որ իմն է, կատարյալ է։ Պետք է, որ նա մեծանա, իսկ ես նվազեմ»։